Տիկին Փոստանջյան, քիչ անց կմեկնարկի Ստեփան Սամվելյանի գործով դատական նիստը, ինչ ակնկալիքներ ունենք։ Դատարանը տեղեկացված է Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Պետք է ասեմ, որ բերել եմ նաև կառավարության որոշումը, չնայած նրան, որ իմ միջնորդության մեջ ցիտել եմ եւ նշել եմ այս հողումը կատարել եմ այս որոշմանը, այդ թվում նաև բերել եմ կառավարության որոշումը այսպիսի փաստաթղթի տեսքով, որպեսզի դատավորին փոխանցեմ նաև դատախազին, որովհետեւ նրանց պարտականությունների մեջ է մտնում անմիջապես ազատ արձակել Ստեփան Սամվելյանին, մինչդեռ ամսի 1-ից, սեպտեմբերի 1-ից առնվազն այս դատարանը մեղսակից է Ստեփան Սամվելյանի երիկամների անբավարարության եւ այս վիճակին հասցնելու համար, որովհետեւ Ստեփան Սամվելյանը հենց այնպես չասեց, որ իմ երիկամները գողացել են ոչ միայն այդ այսպես կոչված դուժողը, այլ նաեւ դատարանը, դատավորը եւ դատախազը։ Տիկին Փոստանջյան, նաև ի սկզբանե ահազանգում եք, որ ռեալ մարդու պարոն Սամվելյանի առողջական վիճակը ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ։ Հիմա ողջամիտ ողջախոհ որոշում սպասում եք դատարանից։ Հիմա տեսնենք, եթե այս դատարանը ուզում է մեղսակից լինել սպանության մեջ, թող լինի, բայց պետք չի լինի։ Որ դուրս գա է դատարանին եւ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել են այս քրեական որ դուրս նայեն, որ կանգ առնեն։ Այնուամենայնիվ մենք այս կյանքում ժամանակավոր ենք եւ այս կյանքին հրաժեշտ ենք տալու, պետք է տեղափոխվենք մեկ այլ կյանք եւ այնտեղ մենք պետք է անցնենք որոշ գործընթացներով, դատարաններով եւ պետք է հələ մեզ ընդունեն, գտնենք դժոխք, թե դրախտ են գտնում։ Ասացեք, դժոխքի մեջ են ուզում մնան, թող մնան։ Նաև գիտեմ, որ ՄԻՊ-ին եք դիմում, որևէ արձագանք եղել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Արձագանք չունեմ, միայն ունեմ այսօրվա տվյալները կապված լաբորատոր հետազոտությունների հետ։ Կարող եմ ասել, որ կրեատինինի այդ տոկոսը բարձր է, այլ հետազոտություններ չէին արել, այլ չափանիշները ստուգելու համար չէին արել, որովհետև այս մարդը պետք է ստանա դիալիզ։ Այսինքն այդ դիալիզի տանելու հարցը արկախված է մնում, չեն տանում։ Մարդուն պետք է տրամադրեն դիալիզ։ Դա է այս սովորությամբ, այս հիվանդության դեմ պայքարի միջոցը, որը չեն անում։ Շնորհակալություն։